Ժամեր առաջ իր Instagram-յան էջում բլոգեր Ռովսանա Խաչատրյանն, ով առավել հայտնի է «Ով Սիգմա» անվամբ, հայտնել էր, որ պատրաստվում է ծննդաբերության։ Արդեն րոպեներ առաջ Անդրանիկը, նրա ամուսինը, Instagram-յան հարթակում հայտնել է, որ իրենց որդին լույս աշխարհ է եկել։ «Բարի գալուստ, իմ տղա», լուսանկարներին կից գրել էր Անդրանիկը։ Իսկ մենք հավելենք, որ զույգը իրենց առաջնեկին անվանակոչել է Արեն։ Առաջարկում ենք դիտել մի քանի կադրեր, որոնք Անդրանիկը հրապարակել է Instagram-յան հարթակում, ինչպես նաև դերասանուհի Արաքսիա Խաչատրյանը, ով այս պահին զույգի կողքին է գտնվում։ Գնում ենք ծնունդ։ Առաջին անգամ եմ գնում ծնունդ, որտեղ տորթի փոխարեն ինձ են կտրելու։ Ու պետքա հոբելյարին բերեմ ու հետո մեր տանը պահեմ։ Հաջորդ քայլով ուղղում ենք մազերը։ Ես զարմանում եմ, ով է առավոտ շուտ ծնունդ անում։ Այ այսքան բաներ ունենք վերցնելու։ Մի հատ վերջնական տեսնեմ արդյոք ամեն բան տեղում է։ Ուզում ես նոր ընկեր։ Գնում եմ բերեմ քո համար։ Չենք մոռանում այստեղ դնել մազերի հարդարման, ինչպես նաև խնամքի հետ կապված պարագաներ։ Չենք մոռանում պայուսակի մեջ դնել լիցքավորիչ, մեր դեղերը, տեսախցիկ ֆոտոներ անելու համար ու նաև այս ձայնագրիչը։ Պակա մոպսի, կհանդիպենք 3 օրից, ես քեզ կկարոտեմ։ Արդեն 4 օր կլինենք։ Դու իմ առաջին բալիկն ես։ Շուտ հասկացել եմ, ինչ որ բան է կատարվում, էլի։ Գնացինք։ Գնում եմ դիմավորում Արենին։ Ես ցանկանամ, որ երեխան լինի չափ, պոյսնս թշելով, այս ներորդը մսիկներ ծալքերեն է, ունենում է տենց լինի, ես հիմա կարամ նույնիսկ օրինակ չստեմ էլի 1 րոպե ստոպտակ, շատ արագ ես, հենց հիմա, ինձ համար շատ կարևոր է, որովհետև ես չգիտեմ, եթե երեխան, բա ինչը բաչես, ինչ անեն, նայք, այս ես, Չկուտեմ քեզ աղջի։ Ես մորակույր է, որ ես մորակույր։ Դուք ես հարազատ եմ, դու բան ես, բայարոտնի ես։ Մենք Արենի կամանդան ենք։ Դերասան Գրիգոր Դանիելյանը, շարունակելով ակտիվ հրապարակումներով կիսվել սոցիալական հարթակներում, հայտնել է, որ իր մասնակցությամբ նոր տեսանյութ է տարածվում համացանցում, որը սակայն պատրաստված է արհեստական բանականության միջոցով։ Դա քաղաքական հայտարարություն է, ինչն էլ մեծ արձագանք է գտել համացանցում։ Գրիգոր Դանիելյանը անդրադառնալով սուտ տեղեկություններին նշել է, որ բավական չէ այն, որ մարդիկ չեն կարողացել տարբերակել իրականությունը արհեստական բանականությունից, նրան փորձել են մեղադրել քաղաքական ուժերից մեկին աջակցելու համար։ Առաջարկում ենք լսել դերասանի խոսքը։ Ուրեմն իմ ընկերներից մեկը այսօր ինձ վիդեո է ուղարկում, որտեղ արհեստական բանականությամբ սարքացա, թե ոնց եմ ես քաղաքական հայտարարություն անում։ Բացում եմ վիդեոն ու կոմենտներում տեսնում եմ, որ մարդիկ հերիք չի հավատացել են այդ ամեն ինչին, այսինքն չեն տարբերել իսկականը արհեստական բանականությունից ու իրանց պարտքն են համարել, մտնեն տակը ու մաղձը թափեն, որ ես էլ քեզ չեմ հարգում, բան ուսած վատ բաներ գրեն։ Ժողովուրդ ջան, ձեր ցավը տանեմ, ախր ոնց կարելի է այս դարաշրջանում արհեստական բանականությունը իրականությունից չտարբերել։ Կամ լավ, եթե չեք տարբերում, այդ ճշտեք իսկականա թե չէ, նոր գրեք այդ ամեն ինչը։ Հիմա ինչ գործերս թողեմ, մտնեմ բոլորը այդ կոմենտ գրողների նկարները վերցնեմ, վատ բաներ սարքեմ կամ սարքեմ վիդեո, թե ոնց եք դուք աղաչում, որ Գրիգոր Դանիելյանը ձեզ ների այդ ձեր գրածի համար ու այդ կոմենտների տակ այդ վիդեոյով տարածեմ, հա, դες բան անեմ։ Ամոթա ժողովուրդ ջան, մի արեք դες բաներ։ Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած դերասանուհի Անժելա Սարգսյանն այս օրերին Հայաստանում է։ Այդ մասին Անժելան հայտնել է իր Instagram-յան էջի Stories բաժնում։ Նա տեսանյութ է հրապարակել իր հետևորդներին ու մտերիմներին հայտնելով, որ ինքն այս պահին գտնվում է Հայաստանում։ Իսկ թե ինչ պատճառով, առաջարկում ենք լսել դերասանուհու խոսքը։ Բարի օր բոլորին։ Ես 2 օր ստորիներում չկայի, դնում էի ուրիշ փոստեր, բայց ինձ չէի դնում, որովհետև ճամփորդում էի։ Հիմա ես Հայաստանում եմ, ովքեր որ ուզում են համագործակցել, ովքեր որ ուզում են հետս հանդիպել, կարող եք ինձ գրել
իհարկե հանդիպումները ընկերներից մասին է խոսքը, ովքեր չգիտեմ որ գալիս են Հայաստան, շուտ եմ եկել, որովհետև նկարահանումներ ունեմ, ֆիլմում եմ նկարվում այստեղ, մինչև եւ այ հարսանիքը։ Եւ ովքեր էլ որ հրավիրատոմս ունեն հարսանիքի, խնդրում եմ լրացրեք, որովհետև արդեն ես սեղաններն եմ պատրաստում, որպեսզի իմանամ գալիս եք ու կարողանամ ձեզ ճիշտ եւ սիրուն ձևով տեղավորել։ Դերասանուհի Ռուզաննա Մանուչարյանը եւս ակտիվ է Instagram-յան հարթակում, որտեղ էլ անդրադարձել է վերջին օրերին քաղաքական բում առաջացրած քննարկումներին, քննադատություններին ու խոսակցություններին։ Ռուզաննան նշել է, որ այս ատելության մթնոլորտը բավականին տհաճ ու զզվելի է դառնում։ Նա նաև հրապարակել է դստեր մասնակցությամբ մի քանի տեսանյութ։ Ներկայացնում ենք դրանք ձեզ։ Ինչ դեռ մեր երկիրը խառնա քաղաքականությամբ, որովհետև ամբողջ համացանցը միայն դրա մասին է, ուրիշ կոնտենտ, որ անում ես ընդհանրապես չի նայվում, ակտուալ չի, հետաքրքիր չի, դրա համար ուղղակի պետք է համբերենք, վաղն էլ անցնի, հասկանանք ինչ է կատարվում, ոնց ենք ապրում, ու ինչ ենք անում, ուրիշ տարբերակ չկա, պրոստը դուրդոմ։ Իրականում այս ամեն ինչը ծայրահեղ անհանգստացնում է ու շատ վախենալի է, որովհետև ես ընդհանրապես շատ հեռու եմ քաղաքականությունից, իհարկե ընտրություններին վաղը մասնակցելու եմ, բայց այնքան շատ ու խառնա ինֆորմացիան, չգիտեմ, անգամ շատ ժամանակ ուղղակի ծայրահեղ տհաճ է, նայել է ինչ-որ բաներ, լսել ինչ-որ մարդկանց, իսկապես տհաճ է, չգիտեմ, մեր երկրի վիճակը ինչ է լինելու անկեղծ։ Էնում սիրուննա։ Ինչ? Это что? Да. Это что? О, դե գնացինք, լավ։ Դե գնա։ Էնում սիրուննա։ Ամառային։ Շատ, բայց դեմքդ սիրուն չէր։ Հələ նուրբ դեմք արա։ Ամառային սիրուն։ Հա, թիթիս։ Գնացինք, լավ։ Լավ անցել քո օր ասում ես, հա։ Մամ, Ինչպես արդեն տեղեկացրել ենք դերասանուհի Ռոմելա Սարգսյանն ընկերուհու հետ, այս պահին գտնվում է հանգստի փուլում։ Ռոմելան եւ ընկերուհին նոր տեսանյութով են կիսվել, առաջարկում ենք դիտել այդ տեսանյութը եւս։ Գիտես ինչ եմ ուզում հասկանալ, ոնց է ստացվում, որ ես ժամը 6:30-ից արդեն եմ ու նոր եմ պատրաստ, բայց դու արթնացել 2 րոպե առաջ ու հիմա արդեն պատրաստ ես։ Այդ ոնց է տենց ստացվում։ Ժամանակով պատրաստվում եմ, միջև արդեն պատրաստ։ Ձևերը ինձ է սովորացրել էլի։ Սովորացում եմ, չես լսում։